Սպասելիքները ինչպիսի են ընդհանրապես հանրահավաքից։ Գիտենք, որ մարդիկ իսկապես պատրաստ են փոփոխությունների, սպասելիքները, որպեսզի ժողովուրդը իր ոգևորվածությամբ չլռի եւ համախմբվի եւ հունիսի 7-ին ընտրությունների ժամանակ անպայման կան ընտրություններին գիտակցեն, որ իրենց ձայնը շատ կարևոր է։ Սփյուռքի մեր հայրենակիցները պիտի հասկանան, որ այո, տարին մի քանի անգամ իրենք գալիս են Հայաստան, այս տարի հունիսի 7-ը պիտի լինի այն օրը, որը կհամախմբի հայ ազգին Երևանում եւ բոլորը կմասնակցեն ընտրությունների եւ մենք համոզված ենք, որ գնում ենք մեծ հաղթանակի, որևէ կասկած այդ հարցում չկա, դրա մասին վկայում են համ հարցումները, համ քաղաքացիների դժգոհությունները, կարծիքները, միանշանակ Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը։ Ծանոթ եք արդյոք, որ իշխանական լրատվամիջոցներում տարածվում են լուսանկարներ, տեղեկություններ, որ ինչ-որ մարդկանց ցուցակով հավաքագրում են, որ բերեն այսօրվա հանրահավաքին։ Ոչ, դա որևէ իրականությանը չի համապատասխանում։ Մենք ունենք համագիրներ ամբողջ Հայաստանում, բոլոր մարզերում, բոլոր քաղաքներում եւ գյուղերում, եւ եթե մարդիկ ուզում են գան այս միասնության համահավաքին, ապա ինչու պիտի չգան։ Իսկ խոչընդոտները իրենք սազական են մեր իշխանություններին եւ զարմանալի չէ, որ հիմա մեզ զանգահարում են մեր համագիրները եւ ասում են, որ իրենք Էջմիածին Երևան, Գյումրի Երևան, Վանաձոր Երևան մայրուղիների վրա են եւ ճանապարհները փակ են, իրենք չեն կարողանում գալ, բայց մեր հանրահավաքը հեռարձակվում է ուղիղ եթերով, դա չպիտի սահմանափակի մեր քաղաքացիներին, լսեն, իրենց ձայնը բարձրացնեն եւ լինեն ուժեղ Հայաստանի կողքին։ Նշվում է, որ այսօր Սամվել Կարապետյանը ուղերձով է հանդես գալու, ինչի մասին է ուղերձը։ Մեր հայրենակիցները ականատես կլինեն առաջին անգամ միասնության ուղերձին պարոն Կարապետյանի, չեմ ուզում բակագծերը բացեմ ինչի մասին է, բայց համոզված եմ, որ ոգեշնչելու է մեր ազգին, մեր ժողովրդին եւ վերջապես միավորվելու է հայ ազգը մի առաջնորդի շուրջ, որը միակն է, ով ունակ է փոփոխություններ բերել մեր երկրին։ Սպասենք, ժամը 5:30 մենք կմեկնարկենք եւ ուղերձը կլսենք։ Օրեր առաջ ազգային ժողովը որոշում ընդունեց, ըստ որի դաշինքները չեն կարող միանալ մարդու անձամբ, ըստ ինչի համար էր այս որոշումը, հապշտակ որոշումը ինչի համար էր։ Մենք գիտենք, որ տարիներ շարունակ Հայաստանում, երբ որ ընտրություններ են տեղի ունեցել, երբեք նման սահմանափակում չի եղել, որ անձնանունները օգտագործվեն դաշինքների կամ կուսակցությունների անվանման մեջ։ Սա եւս մեկ անգամ վկայում է նրա մասին, որ իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանից, վախենում է իր լուսանկարից, վախենում է իր անունից, իր ազգանունից եւ ի վերջո այն դաշինքից եւ այն ուժից, որը կազմել է Սամվել Կարապետյանը եւ ամեն օր այդ ուժը ավելի է մեծանում եւ մեզ միանում են հազարավոր մարդիկ եւ հունիսի 7-ին այդ մասին կվկայեն ընտրության արդյունքները։ Բայց Հայկ Կոնջորյանը ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ իրենք մեռաշքի ուտելով ավելի մեծ քաղաքական օրակարգ է ստեղծում, քան ընդդիմադիր ուժերը։ Սա ինչպես եք մեկնաբանում։ Հենց անձնական կարծիքն է, այսօր մենք ականատես եղանք առավոտյան ողբերգական լուրի, որ ոստիկանական ավտոբուսը, որը ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանին, վթարի է ենթարկվել եւ մահացել է 1 հոգի եւ ունենք 12 զոհ։ Նույնիսկ մարդու մահը իրենց չի կանգնացնում այդ ոչ լուրջ ակցիաներին, այդ կուկուրուս եւ մեռաշկի ուտելուց։ Իրանց համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի։ Ինչ մեկնաբանությունների մասին կարող են խոսել։ Ամեն դեպքում ՆԳՆ-ն եւ քննչական կոմիտեն հերկեցին տվյալ տեղեկությունը, ասելով, որ դա տվյալ ուժերը չեն ուղեկցել Նիկոլ Փաշինյանին։ Իրենք կարող են
շատ բան հերքեն, այնպես ինչպես հերքում են այն փաստը, որ վախենում են Սամվել Կարապետյանից, բայց փաստը մնում է փաստ, որ այդ մեքենան ուղեկցել է վիդեո տեսախցիկներ կան, որոնք դա ֆիքսել են եւ իրենք չեն կարողանալու այդ սուտը մարսել։